Բարև ձեզ, Civic Game-ի եթերում այսօր զրուցելու ենք Բագրատ Էստոկյանի հետ, Ակոս պարբերականի հայալեզու էջերի խմբագրի Թուրքիայից, բարև ձեզ պարոն Էստոկյան, շնորհակալ եմ հնարավորության համար։ Պարոն Էստոկյան, զրուցելու ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցի մասին, Ստամբուլում նա հանդիպեց հայ համայնքի հետ, ապա նաև հանդիպում ունեցավ նախագահ Էրդողանի հետ։ Պարոն Էստոկյան, նախ կուզեի իմանալ, թե ինչպես գնահատեք վարչապետի այցը, հանդիպումը նախ հայ համայնքի հետ, հետո Էրդողանի։ Թե հայ համայնքի հետ եւ թե Էրդողանի հետ վարչապետի այցը նշանագարից էր, խորհրդանշական իմաստ ուներ։ Մենք առաջին անգամ ըլլալով ընդունեցինք պարոն Փաշինյանը մեր քաղաքի մեջ եւ պաշտոնական առումով սա իր առաջին աշխատանքային այցելությունն էր թեպի Թուրքիա եւ հանդիպումը նախագահ Էրդողանի հետ։ Այդ առումով խորհրդանշական իմաստ ունի անշուշտ այս այցելությունը, այս հանդիպումը։ Անգետուս բայց եթե մի հարցնեք թե ինչ արդյունքներ տվավ, Վարդիմ Խոստովանից թե ակնկալությունները ավելի բարձր էին, բայց արդյունքը այդքանալ խստակ առաջընթացներ չներկայացուց։ Բայց ամեն բարակայի գրնակ որպես սկզբունքային խորհուրդ է յուրաքանչյուր հաջորդ այցելություն առաջընթացի ապացույցն է արդեն։ Նախապես երկու բանակնացներ նշանակած էին Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիա Հանրապետությունը, այդ բանակնացները 4 անգամ հանդիպեցան եւ հիմա արդեն վարչապետի նախագահի մագարտակով նոր հանդիպումը, անոնց կողքին գար նաեւ արտաքին գործոց նախարարները եւ բանակնացները, հետեւաբար սա պետք է ընկալել կամ ենթադրել զարգացում, առաջընթաց, որքան կողմերը զուսպ եղան իրենց հայտարարություններում մեջ, բայց հայտնի է, որ ընթացքում է, հարաճածող ընթացքում է։ Պարոն Էստոկյան, կանրադառնանք դեռ պաշտոնական հանդիպումներին, կցանկանայի հիմա զրուցենք նախ վարչապետի եւ հայ համայնքի հանդիպման մասին, ինչպիսին էր տպավորությունը հայ համայնքում հետո հանդիպումից հետո, որովհետեւ հանդիպումը ես դիտել եմ, հանդիպումից հետո ներկայացուցիչները հայերը ինչպիսին է իրենց վերաբերմունքը այդ հանդիպումը, նրանց հարցերին, պատասխանները։ Հանդիպումին ներկա գտնվող համայնքային ներկայացուցիչ լալով նկարագրված անձիկ բոլորը չէ որ այնքան մոդեն հետաքրքիր էին քաղաքական անցուդարձերում։ Անոնց մեջ այս նյութերով հանդեպ որոշ անդարբերություն ունեցող մարդիկ ալգային բարձավես իրենց ներկայացած կառույցի անունով եկած մասնակցած էին, այդ պետք է շեշտեմ։ Բայց այստեղ կար շատ կարևոր միջադեպը այն եկեղեցիի թիրքորոշումն էր հանդեպ վարչապետին։ Այո, որևէ մեկը ներկա չէր հանդիպմանը եւ պատրիարքալանում էլ որևէ մեկը չկար, որ դիմավորել Փաշինյանը։ Այո, պլասի տաղլիքի մեջ եկեղեցին ներկայացնող, հայ արաքելական եկեղեցին ներկայացնող հոգեվորականի մտածակայությունն են, այդ օր նույնիսկ պատրիարքալանն ոչ աշխատանքային օր հրճակած էր, իր անձնակազմը դուն ուղարկած եւ շենքը փակ բահած էր վարչապետի այցելության դիմաց։ Ինչպես դա անցալվեց հայ համայնքում եկեղեցու այդ վարքը։ Իմ լսած շրջանակներում մեջ ահագին շատ մարդիկ, մեծ թիվով մարդիկ քննադատեցին եկեղեցվող այս կեցվածքը, հարկանքի բագաս համարեցին հանդեպ Հայաստանի Հանրապետության եւ աններկայացնող վարչապետին։ Հետո մեղադրելի կդան եկեղեցիի այս գեցվածքը։ Պարոն Էստոկյան, վարչապետը հերթական անգամ, ոչ առաջին անգամ նշեց, որ Արաքսից այն կողմ գտնվում է ոչ թե Արևմտյան Հայաստանը, այլ Թուրքիան, Թուրքիայի Հանրապետությունը։ Եվ սա ինչպես ընկալվեց հայ համայնքի մեջ եւ դուք էլ նշել էիք, որ վարչապետի սա առաջին հայ ղեկավարը չէր, որ այդ դիրքորոշումն ունի ըստ էության, որովհետեւ բազմաթիվ հայ ղեկավարներ Թուրքիայի հարաբերություններում ակնհայտ ցույց են տվել, որ Թուրքիայի նկատմամբ հողային պահանջներ չունեն, ցեղասպանությունը չի եղել,
պետական պաշտոնական, հա, օրակարգի մաս չի կազմել, ինչով էին տարբերվում նախկին ղեկավարների շփումները թուրք ներկայացուցիչների հետ, Թուրքիայի ղեկավարների հետ եւ վարչապետի շփումները, այցերը։ Ես դարբերություն չեմ տեսներ, անոնք որպես pedagogan այրեր հավասարակշռյալ մերձեցումով նման բաներ ըսին։ Այդ մեր ռոմանտիկ ներքին խաղապարախոսություններն է, որ իբրև թե պիտի արշավենք կրավյալ արևմտյան Հայաստանը, հայոց պատմական հայրենիքը եւ այլն։ Իսկապես այս խոսքերը շատ դղայական մտայնության դրսևորումն են։ Դղայնական մտավորություն, որովհետեւ դերյակ չեն թե այդ տարածքը ինչ իրավիճակ կդիրե, ինչ ժողովուրդ կաբրի այդտեղ, քանի բնակչություն գաբրի այդտեղ եւ իրենք ինչ կներկայացնեն։ Այսօր մենք փուրմը հող ունենք որպես հայրենիք եւ այդ փուրմը հողին վրա հազիվ 3 միլիոն ժողովուրդ ենք 50 տարի է վեր։ Այդ 3 միլիոնը չգրծավ աջիլ։ Մյուս կողմը կա 86 միլիոն հաշված Թուրքիամը։ Եվ իսկապես մանկական երազ է այդ Թուրքիոն վրա արշավ գազམ-ակերպել եւ քրավյալ հողերը ետ պահանջել, ետ քրավել, ազատագրել։ Ախմախության աստիճանի դղայական միտք է։ Այսօր 12 տարեկան դղունս եք ամիջապես դրամապանություններ պիտի հյուսե թե ինչը կարելի է, ինչը կարելի չէ։ Այս սողները, որ ընդհանրապես ինչպես փնուտակրել չեմ գիտեր, բայց ազգայնականությունը իջեցած են այնպիսի մագարտակի, որ երազային աշխարհ գաբրին, երազային աշխարհաբրելն համար հաջող կհիշեն ծովից ծով Հայաստանի երազանքներ եւ այլն։ Բայց գա ներկա իրողությունը, գա պայմաններ եւ այդ պայմաններում դա պետք է լուրջ մարդը թիդե թե ինք թե իր ներկայացած պաշտոնը թե իր ղեկավարած ազգը ժողովուրդը պետությունը եւ ադոր համապատասխանագեցված կունենա անցյալին այդ է պատճառը որ թե Լևոն Տեր-Պետրոսյան, թե Ռոբերտ Քոչարյան, թե Սերժ Սարգսյան անչափաբար գրտնած են որ Հայաստանի արգա հանրապետությունը հողային պահանջ չունի Հայաստանին։ Մենք կճանչնանք Հայաստանի սահմանները։ Այսօր ուրեմն ախմախություն է մտնել որ Նիկոլ Փաշինյանը հրաժարեցավ, չէ։ Բոլորն հրաժարեցան եւ քնական է որ հրաժարին։ Անգետ չհրաժարելու համար մոլերանտ ազգայնական պիտի ունենաս հզոր բանակ եւ հրասայլերով պիտի ես մեզ չզմես դիմացնելած ամեն ինչ քրավես տարածքը եւ յետին դառնասնայից որ դարձյալ այդ նույն 3 միլիոն ժողովուրդն ես ինչ է դու քու երբին չսրմեցար որ եկար այստեղներ արշավեցիր գարցնեն մարդուն այդտեղի քնակչությունը ինչն է լումը դատիրենք եթե արշավեցինք ազատագրեցինք այդ քնակչությունն է յետմի շմրդենք կացե գորվոր ուզեք մի դիսենք ինչ է Պարոն այսինքն ճիշտ եմ հասկանում, որ Հայաստանի բոլոր 4 ղեկավարների դիրքորոշումների Թուրքիայի հարաբերություններում մեծ հաշվով նույնն են եղել եւ այնպես չի որ վարչապետը նոր բան է ասում։ Անշուշտ որ Վարշավետ վարչապետը ավելի դարբեր եղանակով խոսեց, սա Արաքսի հանդիպակացապը Թուրքիա է։ Այլ ոչ թե Արևմտյան Հայաստան։ Արևմտյան Հայաստանը բոլորս գիտենք պատմական քարտեզներով վրա նշված է աշխարհի բոլոր լեզուներով պատմական քարտեզներ կան որոնց մեջ Արմենիա երկիրը, Նայիրի երկիրը գիտենք թե ուր է, ուր գծավալի գիտենք Վիլսոնի պատրաստած քարտեզը, գիտենք Սևրի Տաշինքի պատրաստած քարտեզը այս բոլորը դարբեր բաներ են ներկա իրողությունում դարբեր բան է ներկա իրողությունում մեզի կթելաթրեմ որ ասենք թե մենք հարևան երկրի հողերում վրա բանջ չունենք։ Պարոն Էստոկյան վարչապետը նաև ներկայացրեց խաղաղության խաչմերուկ նախագիծը, թե հայ համայնքին, թե Թուրքիայի կառավարությանը, նախագահին, ինչպես դանկալվեց հայ հանրության մեջ խաղաղության խաչմերուկ կոչվածը եւ ինչպես է այն ընկալվում Թուրքիայում արդեն establishment-ում։ Դեսեք, ես
օրինակը կբացատրեմ հետևյալ կերպով։ Թուրքիա քաղաքացիը եթե գուզե իր ինքնաշարժով Գերմանիա երթալ, ստիպված է նախ անցնել Թուրքիա-Բուլղարիա սահմանը, հետո կանցնի Թուրքիա-Սերբիա սահմանը եւ հազիվ կհասնի Գերմանիա։ Այդ սահմանները անցնելու adեն ինչ կարգացություններ որ կան, այս անգամ Թուրքիա քաղաքացին, երբ որ գուզե երթա Ուզբեկիստան իր մեքենայով, միդանցնի Թուրքիա-Հայաստան սահմանը, հետո հոնգե միդանցնի Թուրքիա-Ադրբեջան սահմանը, հոնգե միդանցնի չես գիտեր ուր մինչև որ հասնի Ուզբեկիստան։ Այդ սահմանները անցնելու կանոնները միջազգային կերպով արդեն ճշտված սկզբունքներ են, համաձայնություններ են, միջազգային կանոններ են, որոնց յուրաքանչյուր երկիր կհնազանդի, ուրեմն պետք է հնազանդի նաև Թուրքիա քաղաքացին։ Անընդունելի է, որ Թուրքիա քաղաքացին դասել, թե ես միներտամ այնինչ տեղը, բայց առանց Հայաստանեն անցնելու։ Սա անընդունելի է։ Մենք այդ բանը չենք ընդունել։ Դա անընդունելի է Հայաստանի համար, Հայաստանի ղեկավարության, հայ ժողովրդի համար, բայց ինչպիսի տրամադրություններ, ինչպիսի շահագրգռություններ կան Թուրքիայում։ Թուրքիա մեջ առաջին անգամ չէ, դարձյալ այս նյութն անցյալ ունի։ Ես կհիշեմ միգուցե 40 տարիներ առաջ, երբեմնի վարչապետ Բյուլենտ Էջևիտն արտահայտված էր Զանգեզուրի միջանցքի մասին։ Զազեր լավ գլավ որ հայերը մեզի թույլ տան, որ մենք Զանգեզուրի միջանցքով կապվենք Ադրբեջան։ Այդ հատվածը թող մեզի դրամատրեն։ Սակայն այն adեն որքան որ կհիշեմ, արդեն խորհրդային միությունը կամ փլելու վրա էր անջատվելու դարանջատվելու վրա եւ այդ նույնը լուրջ առնով չեղավ։ Հիմա է որ Արցախյան այս երկրորդ պատերազմին եւ Ալիև Պարստացուց այս խոսույթը Թուրքիա իշխանությունները ցայնակցեցան իրենց ցայնակցեցան, որովհետև անոնք վերջին 30 տարիներին բոլոր ճանապարհները այնպես ձևավորեցին, որ շրջանցեն Հայաստանը։ Հայաստանի հետ գործ չունենան։ Երկաթքից պիտի կառուցեն շրջանցեն Հայաստանը։ Գազամուղ պիտի կառուցեն շրջանցեն Հայաստանը։ Նավթատար խողովակաշար պիտի կառուցեն շրջանցեն Հայաստանը։ Փոխանակ Հայաստանի թաշտային վայրեն հեզությամբ անցնելու նախընտրեցին վրացական Գողգասյան լեռները հաղթահարել, բայց պայմանավոր շրջանցեն Հայաստանը։ Այդ մտայնության շարունակությունն այսօր հակառակորդը ցանկություն չունի Հայաստանի հետ պայմանավորվելու երկրներու հանդուկ դիվանագիտական գարկ ու կանոնի մեջ ջամփաներ որոնելու, այլ կփորձե շրջանցել։ Բայց մեզ համար անընդունելի է։ Պարոն Էստոկյան, վարչապետը, Հայաստանի կառավարությունը, հայկական կողմը առաջարկում է ճանապարհների այդ միջանցք կոչվածի, միջանկյալ միջանցքի տարբեր տեսակներ, օրինակ հեշտացված անցումներ, հատուկ ընթացակարգեր, այսինքն այնպես չէ, որ Հայաստանը կոշտ դիրքորոշումներ ունի եւ տարբեր առաջարկներով է հանդես գալիս։ Այդ առաջարկներին, հեշտացված մեխանիզմներին ինչպես են արձագանքում թուրքական էստաբլիշմենտում։ Մինչև այսօր մեր խոսքերը որքանով իրենց հասանելի եղան, մենք այդ մասին դեղեցություն չունենք։ Անշուշտ որ հասանելի եղան, անշուշտ որ դիվանագիտները ծրագիրներ որ մշակեցին, իրենց խոսակիցներուն փոխանցեցին, բայց այդ փոխանցվածներն արձագանքներ ընդհանրապես չլսեցին։ Անորոշ այնպես կգործենք, որ Գարզստանով բնավ դեղյակ չեն, բայց Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է։ Ինչ որ քիչ առաջ ես բնութագրեցի, ցանկացած երկրի սահմանը ինչ կանոնով որ գործե, այդ կանոնով պետք է գործի։ Փոխանցության համար ուրիշ կանոն կա, ներմուծական ներածման գարկուկանոնը դարբեր է, արդածման գարկուկանոնը դարբեր է, եւ այդ գարկուկանոններու հիման վրա թող ձևավորվի գործընթացը եւ այդպես վարորդներ փեռնադար մեքենաներով կամ անհատներ իրենց անձնական ինքնաշարժներով թող ճամփորդեն, եթե ուզեն տուրիստիկական, եթե ուզեն արևդրական, թող ճամփորդեն սահմանները
Պարոն Էստուկյան, այսինքն կարող ենք ասել, որ վարչապետի այս այցը նաև կարևոր է այն մասով, որ երկուստեք կարողանան իրենց դիրքորոշումները հայտնել, իրար հասանելի դարձնել, գուցե առաջարկներով հանդես գալ եւ սա մեկնարկներ, որից հետո կարող ենք հույս ունենալ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարողանան մտնել արդեն երկկողմ փուլ եւ Ադրբեջանի ազդեցությունը իհարկե ոչ ամբողջությամբ, բայց հնարավորինս կբացառվի եւ հայկական կողմը կարողանա իր տեսակետները ուղիղ ներկայացնել Թուրքիան եւ լսել պատասխանները Թուրքիայից։ Ընդգծեց նաև վարչապետ Փաշինյանը, սա որ մինչև քանի մդարիներ առաջ Թուրքիայի հետ որևէ նյութի մասին խոսելու ադեմ ստիպված էինք երրորդ երկրի միջնորդությունը ապահովելու։ Այսօր բարեբախտաբար սա մենք ուղղակի գաբեր ունենք, բայց տակավին այդ մեկը անբավարար է, անշուշտ անբավարար է, որովհետև պետք է ունենանք դիվանագիտական հարաբերություն։ Եթե չունենք, այդ Թուրքիո որոշումն է, Թուրքիո կամքն է, Թուրքիան է, որ մերժեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություն հաստատել է, այսօր եթե քաղաքականությունը որոշ փոփոխության պիտի ենթարկվի, ուրեմն թող նկատի ունենան եւ ըստ այն որոշում կայացնեն, որ Անկարայի մեջ կայանա Հայաստանի Հանրապետության տեսփանատուն, Երևանի մեջ կայանա Թուրքիայի Հանրապետության տեսփանատուն, եւ Գյումրիի մեջ Թուրքիայի գյուղատեսարան։ Այս բաները անկարելիներ չեն։ Հայկական կողմը արդեն ունի պատրաստ մարդուժ, դիվանագիտական պատրաստ մարդուժ, մեր արտաքին գործոս նախարարությունը այդ լիազորությունը, այդ կարողությունը ունի, նույնը հուսանտեղ կունենա Թուրքիան, որպես 100-ամյա հանրապետություն, հետևաբար արգելք չէ մնացած։ Պարզապես գամքն է, բայց գամքին վրա իշխող ուրիշ գործոն միևս է Բաքուի իշխանությունը։ Բաքուի իշխանությունը նաև Թուրքիայի հետ կխոսի սպառնալիքի լեզվով։ Երբ կտեսնե Թուրքիայի եւ Հայաստանի միջև մերձեցման նշույլներ, անմիջապես սպառնալիքի լեզվով կմիջամտե։ Հետո ես բադական չեմ համարել, որ վարչապետ Փաշինյանի այցելության մեկ օր առաջ Թուրքիա այցելած էր նաև Ադրբեջանի նախագահը։ Անոր այցելության համար պատճառաբանություն մգա յետին ուրիշ նյութեր արձարծված ըլլան։ Պարոն Էստուկյան, արդյոք Թուրքիան շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ, ճանապարհների ապաշրջափակմամբ եւ որքանով է շահագրգռված։ Անշուշտ որ շահագրգռված է, որովհետեւ նախ եւ առաջ որևէ երկրի համար փակ սահման հասկացողությունը անբնական երևույթ է, բնական երևույթ չէ, անհանգստացնող երևույթ է։ Տերություն է։ Որևէ պետություն, եթե իր հարևան երկրի հետ փակ սահմաններ ունի, այդ կնշանակի, որ անլուծելի մնացած խնդիր մը կա։ Հետո Թուրքիայի համար խոչընդոտ ունի այս մեկը։ Թուրքիան չի գրնար ներկայանալ քաղաքագիր աշխարհին իր սահմաններում մեկ մասը փակ բայելով։ Եվ պարոն Էստուկյան, դուք ձեր հարցազրույցներից մեկում ասացիք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև, նաեւ հասարակությունների միջև, թե վերնախավի միջև շատ կան տարբերություններ եւ որքանով Հայաստանը կարողանա այդ տարբերությունները օգտագործել, որովհետեւ մենք տեսնում ենք, որ որոշ հարցերում էլ Հայաստան-Թուրքիա դիտանկյունը ավելի մոտ է, քան օրինակ Թուրքիա-Ադրբեջան։ Այո, բայց այդ նյութերը մեզի համար շահագործման գետեր պետք չէ համարել։ Այդ հակասությունները մենք թողunk անում իրենց մեջ, իրենց հարաբերության մեջ, երբ որ գարկգուխա նկատեն, ինչպես որ գլուզեն։ Դե ոչ, կրոնական թավանանկային տարբերությունը շատ լուրջ խնդիր է Թուրքիայի եւ Ադրբեջանի հասարակության առումով։ Այո, առաջին հերթին թվիթը երրորդն մահմեդական երկիրներ են, բայց մահմեդական ընդլալու կողքին շատ կարևոր գործոններ են սուննիաթավան կամ շիա ընդլալու երևույթը եւ ազերբայջանցիները շիա են, թուրքիացիները սուննի եւ այդ երկու տարրերը իրար չեն սիրել։ Այս պահուն այդ հակասությունը ծածկող խնդիրը երկուքինը հակահայգեցվածքն է։
այդ հագահայության շնորհիվ է որ անոնք իրանու հետ լեզու կգտնեն։ Եթե գողմերեն մեկը հայոց հետ որոշ համերաշխության հասնի, այնադեն մի տեսնենք որ այդ հագասությունը ավելի զգալի մի դառնա։ Բայց այդ մեկը հրահրելը մեր գործը չէ։ Այո։ Թող իրենց իրողություններու հետ երբ որ ժամանակը հասնի, թող այնադեն հաշվի տեսնեն։ Նրանք նաև քաղաքական տարբերություններ ունեն, բացի այդ կրոնականից, նաև քաղաքական հետաքրքրությունների առումով, օրինակ Իրան-Իսրայել հարաբերություններում տեսնում ենք, որ Ադրբեջանը ավելի շատ Իսրայելի դաշնակիցն է եւ հակառակը Թուրքիան հակաիսրայելական ճամբարում է։ Հայաստանը իհարկե որևէ մեկին հակա չէ, բայց հաշվի առնելով Իրանի հետ հարաբերությունների կարևորությունը եւ նրբությունը, այստեղ Թուրքիայի հետ կարելի ասել շատ մոտ դիրքորոշումներ ունենք այս Իրան-Իսրայել հակամարտության վերաբերյալ։ Սա կամ այսպիսի այլ հարցեր ինչպես կարող ենք օգտագործել։ Նախ ասեմ որ Թուրքիա հակա-իսրայելյան բոլոր ելույթները պետք է չագերտներու մեջ դիտել։ Խոսույթը լալով ճիշտ է։ Թուրքիան հակա-իսրայելյան գեցվածք ունի, իսկ Ադրբեջանը ամբողջովին Թաշնագից պետությունը համարյա Իսրայելին։ Այսօր Իսրայելի պետք եղած նավթը, գազը եւ աղաքի նյութեր Ադրբեջանեն կմատակարարվին։ Եվ անոնք Թուրքիայի միջոցով կհասնին Իսրայել, որովհետեւ այլ երբ ճանապարհ հասնին ադրբեջանական արտադրությունները եւ հանգեյա կփոխանցվին Իսրայել։ Որքան որ այս արևդուրը արգա է, կարելի չէ նկատի ունենալ Թուրքիո պետական այրերու հակա-իսրայելյան ելույթները։ Այդ ելույթները խոսույթ ունենալով կմնան, իրենց ժողովրդին ուղղյալ խոսույթ ունենալով կմնան, եւ անոնց հակա-իսրայելյան գեցվածքը իրականության մեջ դարձյալ դժբախտաբար դիսեն կրոնական բնույթ ունի, հակասեմիտ բնույթ ունի։ Այսինքն քրիադիացության ենթախող մնալ մահմեդական հասարակության մեջ եւ ան գբխի հոնգե այլ ոչ թե Իրանի բարեկամը լալե կամ Բաղեստինի ժողովրդին բարեկամը լալե, այլ հակասեմիտ դիրքորոշումն է։ Գրոնամոլ շրջանակներում մեջ շատ զգալի է այս բանը։ Միգուցե ես նմանը տեսած եմ հայ համայնքի մեջ ալ, հայ հասարակության մեջ ալ, հրյաներու հանդեպ ադելությունը բավական զգալի է։ Ինչ որ նույն անցյալին, մոտ անցյալին ապրեցանք Եվրոպայի մեջ, հրյաները հալածված ժողովուրդ են, նման քնչուներու դժբախտաբար, եւ բայց հրյաները որպես ժողովուրդ բարի մարդիկ են, որպես անհատ շատ բարի մարդիկ են, փանիված խելոք մարդիկ են, բայց իրենց պետության, իրենց երկրի քաղաքապարախոսությունը հակամարտկային է։ Ամբողջ մարդկության հանդեպ սպառնալիք մնե, վտանգ մնե։ Բայց հրյաները չեն վտանգը, խնդրեմ։ Մենք այդ երկուքը ստիպված ենք սանազանելու։ Այսօր մենք մոսո մեջ հայերը լալով, մոսահայերը լալով ունենք շատ արժեքավոր հրյա բարեկամներ։ Հրյա բարեկամներ, որոնք նպաստ կբերեն մեր նյութերուն, մեր խնդիրներուն։ Այսօր հետազոտողներ, քրողներ ունենք հրյաձակումով, որոնք հայոց պատմության մութ բազում էջերուն լույս կսրբեն։ Բոսահայ փեմի, բոսահայ թադերական աշխարհի պատմությունը գրելու ընթացքին մեջ հրյա քրողը հեղինակություն ունեցավ։ Այդ նույն քրողը հաջողեցավ ամենաձավալուն Գրիգոր Զոհրաբի մենակրությունը հեղինակելու։ Նույն անձը հաջողեցավ ամենապովանդակալից կերպով նկարագրելու 24 ապրիլ 1915 թվականի գիշերվա ժամերու բոլիսը, այն դուները, որոնց հայեր, հայ մտավորականություն կցերպակալվեին դեպի անհայտություն ուղարկվելու համար։ Անոնց մասին հրաշալի ուսումնասիրության հեղինակ է եւ մենք ահագին մանրամասնություն իր մեջ լսեցինք։ Ավասիկ հրյա անհատն է, հրյա մտավորականն է։
ինչ որ ասեմ, մենք քրեից Իսրայելի բեդության վարած քաղաքականության հետ խնդիրնիկ, այդ քաղաքականությունը դեսնենք հագամարտկային։ Շնորհակալ եմ, պարոն Էստուկյան։ Խնդրեմ, բարի աշխատություն ձեզ։ Ձեզ նույնպես։ CVK-ի եթերում զրուցեցինք Բագրատ Էստուկյանի հետ, ցտեսություն, կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել CVK-ի YouTube-յան էջին։